Բարև բոլորին, ձեզ հետ է խոսենք օրենքից հաղորդաշարը։ Իմ հյուրն է կրկին Հասմիկ Հարությունյանը, Հասմիկ Հարությունյանին ես համարում եմ Հայաստանի լավագույն իրավապաշտպաններից մեկը, ով մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կյանքի ազատության, խոսքի ազատության եւ այլ այս կարևոր հարցերի մասով ունի իր իրավական դիրքորոշում, ունի իրավական անցածուղին եւ ունի իր պաշտպանության ուղին, ոչ միայն ներպետական հարթակներում, այլև միջազգային հարթակներում Հասմիկը ավելի լավ իր մասին կպատմի, կներկայացնի, ինչով է զբաղվում, ինչ է անում։ Հասմիկ ջան, բարի գալուստ մեր տաղավար։ Բարի օր, շատ շնորհակալ եմ սիրելի Մանուշ ջերմ խոսքերի համար, գնահատելի է շատ եւ հրավերի համար կարևոր թեմաներ այսօր փորձենք քննարկել, այո, ինչպես նշեցիք, աշխատում ենք եւ ներպետական ատյաններում ներկայացնելով քաղաքացիների շահերը եւ միջազգային ատյաններում եւ կարծես թե տարին տարու վրա թվում է թե իրավունքի զարգացումը եւ պաշտպանությունը պիտի ավելի բարձր մակարդակի վրա լինի, հանգրվանի ինչ-որ կետի, բայց մեր փորձը ցույց է տալիս, եթե վերցնենք առնվազն գոնե 10 տարվա կտրվածքով, ոչ միայն խնդիրները չեն լուծվում այն ուղղությամբ, որ իսկապես մենք կարող ենք ասել, որ բարելավում է տեղի ունենում, այլ ցավոք սրտի ականատես ենք լինում համակարգային խնդիրների շարունակ կրկնության, որի կենտրոնում շատ հաճախ հենց պաշտոնատար անձանց եւ պետական մարմինների գործունեությունն է։ Հիմա ավելի բովանդակային կոնկրետ գործերի մասով կարող ենք քննարկել իհարկե։ Ես ուզում եմ այսօր մի շատ կարևոր թեմայի անդրադառնանք, դա կալանքների իրավաչափությունն է, դա անձանց ազատությունների ձերբակալությունների թեկուզ իրավաչափությունն է, ու առհասարակ այդ ազատությունից զրկելու այդ մեր իրավապահ համակարգի ցանկությունը եւ ձգտումը ինչով է պայմանավորված, ինչ հետևանքներ ունի եւ համեմատականներ տանենք նախկինում տեղի ունեցող իրավիճակների հետ եւ նաեւ վերջերս հենց ձեր էջով հրապարակեցիք մի այդ շատ հրաշալի, այսպես ասած, մի գործ, որտեղ որ Էլեկտրիկ Երևան հայտնի, այսպես ասած, իրադարձությունների ժամանակ անձը ձերբակալվել էր, զրկվել էր ազատությունից ոչ իրավաչափորեն եւ այդ բողոքի արդյունքում մենք ունենք նախադեպ միջազգային։ Ու այս նախադեպը երբ ծանոթանում ենք, մենք հասկանում ենք, որ այն ինչ որ հիմա է տեղի ունենում առնվազն որպես իրավաբան, մենք նմանատիպ շատ ավելի լուրջ նախադեպեր մի քանի տարի հետո ունենալու ենք, ես դրա մասին նաև որպես իրավաբան այդ մտահոգությունը հայտնել եմ իմ էջում։ Այս սկսենք այդտեղից։ Այդ անձի ազատությունից զրկելը ինչու է ժողովրդավար պետության, այսպես ասած, հիմնարար խախտումը համարվում, հա, այս կտորով մի հատ հասկանանք, այդ ազատությունից զրկել ինչու է այդքան տարածված, այո։ Շատ ճիշտ նկատառում էր, իսկապես տարածված է եւ ցավոք սրտի, ինչպես նախկինում եղել է, հիմա եկա, համաձայն եմ մի քանի տարի հետո հենվելով այս ընթացիկ զարգացումների վրա մենք ստիպված ենք լինելու ելի խոսել նույնանման խախտումների արձանագրման մասին, որովհետեւ այդ ցիկլը կարծես պտտվում է։ Մենք նախորդ շաբաթ այո ունեցանք շատ կարևոր որոշումներ միետից, վճիռներ, որոնցով արձանագրվեց, որ Էլեկտրիկ Երևանի այդ իրադարձությունների ժամանակ բոլորը կհիշեն դեռևս 10 տարի առաջ էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շատ մեծ ալիք հանրային այդ դժգոհությունը ձևավորվել էր եւ երիտասարդները եւ ոչ միայն երիտասարդները բնականon ձևով համախմբվելով այդ օրեր շարունակ ցույցերը տեղի ունեցան եւ վերջնարդյունքը այն էր, որ ոստիկանությունը ցրել էր, կհիշենք բոլորս այդ օրը ջրցան մեքենաների կիրառման արդյունքում եւ ուղղակի առանց որևէ կոնկրետ հիմքի անհատականացման ընդհանուր ու կոպիտ ասած փողոցում բռնում էին, տանում էին ոստիկանության բաժիններ բերման էին ենթարկում եւ կախված ով ինչպես է վերաբերվում ում ձեռքին տակ են ընկնում այսպես նույնիսկ կարելի ասել տևական ժամանակ 8 ժամ, 10 ժամ եւ ավելին անցած պահում էին, հետո բնականաբար որևէ հիմք չկա եւ ազատ էին արձակում, հա։ Եղել են իհարկե դեպքեր, որ ավելի երկար է դա տևել եւ անհիմն նաեւ մեղադրանքներ էլ առաջադրվել։ Այո, մենք նշեմ, որ արդեն երկրորդ վճիռով 4 անձի մասով այդ խախտումը ունենք արձանագրված։ Սա իմ Հասմիկի Մանուշ Եսայանի մասնագետ կարծիքը չի այլևս, սա միեդի կողմից հաստատված փաստ է, որ այդ եւ նմանատիպ բոլոր գործերով բերման ենթարկելը եւ ազատությունից զրկելը եղել է անհիմն։
անօրինական եղել։ Այո, եւ եթե ավելի հետը գնանք, այս նախադեպերի հիմքում եղել է մեկ այլ շատ հրաշալի նախադեպ, էլի հավաքների հետ կապված Իշխանյան ընդդեմ Հայաստանի գործն է եղել, որով հստակ սահմանվել է, որ այդ կոնվենցիայի 5-րդ հոդվածի ներքո ազատության հետ կապված, ազատությունից զրկել եւ անձեռնմխելիությունը 5-1-ի ներքո այդ հիմնավորվածության հետ կապված մենք ունենք համակարգային խնդիր։ Սա արդեն հաստատվեց 10 տարի առաջվա կտրվածքով։ Մենք ունենք այդ որոշումները։ Դեռ էլի գալու են այդ որոշումները։ Եվ Էլեկտրիկ Երևանի իրադարձությունների հետ կապված եւ դրան հաջորդած կհիշենք 1 տարի հետո Սարի-Թաղի դեպքերն, Սասնա ծռերի միջադեպով պայմանավորված, հետո 17-18 թվականին համակարգային այդ շղթան գնում էր, հա։ Ինչ ունենք մենք այսօր։ Մենք ցավոք սրտի այսօր նույնպես արձանագրում ենք, որ կապ չունի ինչով պայմանավորված, հա, ինքնաբուխ կլինի, խաղաղ կլինի, կուղեկցվի որոշակի էմոցիոնալ նոտաներով թե ոչ, եթե հավաքներ են տեղի ունենում, ցավոք սրտի ոստիկանության գործունեությունը շարունակում է մնալ նույնը, անձանց անհիմն բերման են ենթարկում, շատ հաճախ գործ է հարուցվում այնպիսի հոդվածներով, որակում է տրվում վարքագծերին այնպիսի հոդվածների հիման վրա, որոնք ընդհանրապես աղերս չունեն իրականության հետ, սակայն նպատակը մեկն է հնարավորինս ակտիվ մասաներին մեկուսացնել, ճնշել, ինչ որ հոդված, այո, որակում տալով այդ քրեական գործերով վախացնել։ Իհարկե վերջին շրջանում այդ հանրային, այսպես ասենք, դեմոնստրացիաներ, հավաքներ այդքան էլ ակտիվ չեն, բայց եկեք հիշենք օրինակ 2024 թվականի հունիսի 12-ի դեպքերը։ Դա կարմիր գծով անցնող դեպքեր, որը մենք ամբողջությամբ կարող ենք համեմատել պնդելով, որ նույնությամբ ոստիկանության վարքագիծը նույնությամբ կրկնվել է այն ձևաչափով, ինչ մենք տեսել ենք նույն Սարի-Թաղում իրադարձությունների ժամանակ, Էլեկտրիկ Երևանի, որովհետև մասսայական մարդկանց բերման են ենթարկում, կիրառում են հատուկ միջոցներ, որոնց նպատակային նշանակության համաչափության հետ կապված լուրջ խնդիրներ կան, ավելին ասեմ, մեր կազմակերպության այդ հարցով աշխատանքը, հետաքրքրություն, ուսումնասիրություններ, գրություններ ցույց են տալիս, որ ավելի վատ, նույնիսկ այդ կիրառված միջոցների մասով բավարար տվյալներ մեզ չեն ներկայացնում։ Ես նման գործով ներկայացուցիչ եմ հենց այո ունեմ։ Հիմա ինչու ես այսքան ծավալվեցի, որպեսզի այն հարցին ինչու այս ամեն ինչ տեղի ունենում, որովհետև ցավոք սրտի, եթե մենք պայմանական վերցնում ենք 18 թվական այդ քաղաքական փոփոխությունների որպես կիզակետ, որից հետո ակնկալվում էր, որ ինչ-որ բան պիտի փոխվի, դեպի ժողովրդավարության ամրապնդման, մենք տեսնում ենք, որ համակարգային փոփոխություններ ինստիտուտների վերափոխման մասով ցավոք սրտի տեղի չեն ունեցել։ Մենք որպես մասնագետներ իմ գործընկերները, ովքեր շատ ավելի ակտիվ ձևով կազմակերպության իմ գործընկերները հողի վրա այդ պաշտպանությունը իրականացրել են, դուք մասնագետ եք, ինքներդ լավ պատկերացնում եք, բոլորը բոլորին ճանաչում են, չէ՞, մասնագետներ, օրինակ քննիչներ, ովքեր ինչ-որ խախտումներ թույլ են տվել, ոչ այնքան հետևողական են քրեական օրենսդրության պահանջներին հավատարիմ մնալով գործ է, հա։ Հետո տեսնում ենք, որ այդ մարդիկ նույնիսկ այսօր ոչ միայն համակարգում են, այլ զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Եվ այս պարագայում ակնկալել, որ ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղի կունենան, այդ խախտումների ծավալը կվերանա եւ մենք չենք կարող այլևս խոսել համակարգային խնդիրներից, փոքրիկ քիչ իրատեսական է, որովհետեւ հակառակը տենդենսները կրկնվում են եւ մենք շարունակ ականատես ենք լինում այդ համակարգային խնդիրներին եւ ձերբակալությունների եւ ավելի վատ կալանքների մասով, ինչը մեկ այլ լրջագույն խնդիր է, այստեղ հստակ մենք արձանագրում ենք, որ շատ հաճախ ուղղակի կալանքի հիմքում այդ կասկածը նույնիսկ հիմնավոր կասկած չկա, ինչ է տեղ ունեցել, ավելի վատ, եթե նույնիսկ առաջին դրվագով ինչ որ զարգացում տեղի ունեցավ, անձին վերցրեցին կալանքի որոշում կայացվեց, դա կարող է տևական ժամանակ շարունակվել առանց ռիսկերը հիմնավոր ձևով բացատրելու եւ ցույց տալու, որ պետք է Պողոսին պահել կալանքի տակ, որովհետեւ կա հիմնավոր ռիսկ, որ նա կփախնի, կխանգարի վարույթի իրականացման, ազդեցություն կթողնի վարակապետների վրա, օրինակ, կոչնչացնի ինչ-որ ապացույցներ եւ այլն եւ այլն։ Սրանք այն հիմքերն են, որ քրեական օրենսդրությունն է պահանջում։ Մենք ուսումնասիրում ենք
բազմաթիվ գործեր, ականատես ենք, խոսում ենք մեր գործընկերների հետ, փաստաբան գործընկերների, եւ ցավոք սրտի պատկերը շատ մտահոգիչ է, որովհետեւ կալանքի պրակտիկան, կիրառման պրակտիկան շարունակում է լինել բավականին բարձր, դեպքերը շատ մեծ են, եւ կա լրջագույն խնդիր դրա հիմնավորվածության հետ կապված։ Բնականաբար սա էլի կապվում է համակարգային խնդիրների հետ եւ ինստիտուտների, որոնք ցավոք սրտի չեն փոխվել եւ այն մարմինները, ովքեր պատասխանատու էին եւ են այդ փոփոխությունները կյանքի կոչելու հետ թերացել են այս առումով։ Այ կալանքի մասով մի էսպիսի լրացում անեմ, մենք ունենք ոչ միայն հստակ քննիչներ կամ վարույթ իրականացնող մարմիններ, որոնց վարքագիծը արդեն իսկ կանխատեսվում է, մենք ունենք ցավոք սրտի արդեն նման դատավորներ եւ այդ մասով եւս մեր արդարադատությունն այսպես ասվածը այդքան էլ մեր երկրում չի գործում, ցավոք սրտի եւ դու հասկանում ես, որ դու կանխատեսելի արդարադատություն է լինելու, դա արդեն իհարկե արդարադատության մասին խոսքը չի կարող գնալ վստահության, այո, այստեղ արդեն պարզ է։ Ու այսպիսի մի արատավոր պրակտիկա, ինչը որ ես եմ նկատել եւ նաեւ իմ այն սակավ գործերը, որ քրեական իրավունքի ոլորտում վարում եմ, ուրեմն քննիչների հիմնական թեզը շատ տարօրինակ է, շատ տարօրինակ բան պետք է ասեմ, որ իրավաբանության եւ արդարադատության հետ կապ չունի, աղերս չունի, բայց հիմնական թեզը հետեւյալն է. մենք ուզում ենք, որ կալանք կիրառվի, որ ցանկացած մեզ հարմար ժամանակ որևէ քննչական վարույթային գործողություն կարողանանք իրականացնել։ Դա կլինի թվային խուզարկություն, դա կլինի հարցաքննություն, դա կլինի, այսինքն, երբ անձը կալանքի տակ է, քննիչը իր կամայական այսպես ասած գործողությունը կարող է կատարել, բայց եթե մենք նման իրավիճակ կալանք չենք կիրառում, այդտեղ դե պրոցեսներ պետք է անցնեն, պետք է ծանուցեն, ծանուցումների ընթացակարգը պահպանեն եւ այլն։ Ցավոք սրտի սա է ու այո, որպես իրավաբան մենք հասկանում ենք, որ կալանքը այն բացառիկ միջոցների շարքում պետք է լինի, երբ կիրառվում է, որովհետև կալանավորված անձը նաև պետության համար է բեռն։ Բացի այն իրավունքների պաշտպանության, այսպես ասած, արդարադատության տիրույթից, եթե մենք դուրս գանք տնտեսական եւ պետական միջոցների խնայողական, այսինքն այդ տնտեսվարության սկզբունքի տիրույթում նայենք, այսպես ասած, մենք այստեղ էլ խնդիր ունենք, բայց ցավոք սրտի հիմա ստացվում է, որ այս մի շահը, որ մենք ցանկանում ենք ստեղծել այդ մենք ենք որոշողը, մենք ինչպես ասում ենք, այդպես է լինում կամ իրավապահ համակարգը այդ պետք է ճնշումը գործադրի, որպեսզի այսպես քաղաքացիները ավելի պատշաճ վարքագիծ դրսևորեն ըստ իրենց, հա, ըստ վարույթ իրականացնող մարմինների։ Սա գերակա է, քան թե այս մյուս շահը, բայց իմ կարծիքով սրանք մի քիչ տարբեր շահեր են ու պետք է մի քիչ այլ ձևով վերաբերմունք լինի։ Բնականաբար, ու դրա արդյունքում է քրեական արդարադատության ծաղրը է ձեր նկարագրածը, մարդիկ էլ մենք արձանագրում ենք տեսնում, որ մարմինների, քրեաիրավական մարմինների, ուժային մարմինների նկատմամբ վստահությունը գնալով պակասում է, այո, ոչ միայն դատարաններ, քննչական մարմիններ, դատախազություն, ոստիկանություն եւ իրենց այսպես ասած անվտանգ չեն էլ զգում մարդիկ, երբ որ առնչվում են այդ մարմինների հետ, որտեվ չկա կանխատեսելիություն, որ օրենքը կպահպանվի, չկա այդ համոզմունքը, որ մարմինները եւ պաշտոնատար անձինք, այո, օբյեկտիվ ու անաչառ կգործեն, զերծ մնալով քաղաքական նպատակահարմարություններից եւ կպահպանվեն օրենքի այն պահանջներն ու երաշխիքները, որոնք սահմանված են։ Սա իսկապես աղետալի է, որովհետեւ մենք արձանագրում ենք ոչ միայն անձանց իրավունքի անհատական մակարդակով խախտումներ, այլ պետական ինստիտուտների իրենց նպատակային նշանակության աղճատում եւ կորուստ, ինչը իսկապես պետական ապարատի գործունեության մասով լրջագույն խնդիր է, լրջագույն, որտեվ այս ամեն ինչը վերափոխելը շատ ավելի դժվար է, այդ մտածողությունը փոխելը դժվար է, հիմա արմատացած է համակարգային, համակարգը գործում է այդ մոտեցմամբ, այդ սկզբունքով եւ այն լուսավոր կետերը, գլուխները, ովքեր բոլոր ժամանակներում եղել են եւ վստահ եմ հիմա էլ կան, շատ լուրջ բարդությունների են բախվում եւ հանդիպում, երբ որ փորձում են աշխատել այդ մոտեցմամբ սկզբունքներով, այո, որ կարծես իրենք փոքրամասնություն են եւ շատ հաճախ լրջագույն խնդիրների իրենք էլ բախվում են։ Այ եթե վերցնենք, համարենք մենք իրավական ժողովրդավար պետություն ենք իսկապես ոչ թե զուտ դեկլարատիվ, այլ իրականում, հա,
Ինչ պետք է լիներ։ Հիմա օրինակ հենց վերցնենք այս գործը, որը որ վերջերս հենց հրապարակվել է, Աշխյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի, հա, հենց այս գանգատով գործը։ Այս գործով բարձրագույն դատական, այսպես ասած, ատյանը մեր ամբողջ այս մեր փոքր աշխարհի արձանագրել է մեր հայրենակիցների համար մի քիչ բաց հասկանալի լեզվով ես ասեմ, արձանագրել է, որ անձին չի կարելի առանց հիմքերի զրկել ազատությունից։ Ազատություն զրկելը դա այն է, երբ անձին սահմանափակում են անձի ազատ տեղաշարժ, այսինքն քեզ ասում են էլ դու չես կարող սա անել, չես կարող, պետք է գնաս X վայր, սպասես մինչև քո մասին որևէ որոշում պետք է կայացվի։ Մոտավոր այսպես, եթե մենք լինեինք իրավական եւ ժողովրդավար իսկապես պետություն, այն նմանատիպ, երբ որ գործերը արդեն 1-2, այսպես ասած գործեր, երբ կան, ինչ պետք է արվի պետության կողմից։ Շատ լավ հարց եք տալիս, որովհետև միեդի վճիռները մարդկանց երբեմն թվում է տպավորություն ստեղծում, որ ուղղակի փոխհատուցումը խախտանք տվեցին եւ վերջ։ Դա իսկապես կարևոր է, հատկապես տուժողի տեսանկյունից իր կրած բարոյական նյութական վնասի փոխհատուցումը։ Դա մի մասն է, երբ որ անհատական, որպես ինդիվիդուալ միջոց վճիռը կատարվում է, օրինակ բանտում էր իրեն ազատում են, աշխատանքից ազատել են անօրինական, վերականգնում են ինչ-որ ընթացակարգով, հա, փոխհատուցում են տալիս։ Սակայն շատ ավելի կոնկրետ ինձ համար որպես մասնագետ, շատ ավելի կարևոր է, որ այդ վճիռներից հետո պետությունը նաև ընդհանուր միջոցառումներ իրականացնի, ինչը հենց այդ վճիռների կատարման նպատակից է բխում եւ համակարգային փոփոխություններ բերի։ Դա կարող է կապված լինել օրենսդրության փոփոխությունների հետ, կարող է կապված լինել պրակտիկայի հետ։ Հիմա կոնկրետ այս պարագայում մեր լրջագույն խնդիրը շարունակում է մնալ պրակտիկան եւ ոստիկանության գործը։ Այո, նորմալ է։ Ոստիկանության վարքագիծը, որը որևէ պարագայում չի փոխվում ցավոք սրտի։ Եվ այստեղ ինչքան էլ ես ինքս փորձ եմ ունեցել նաեւ ոստիկանների հետ աշխատելու, այդ իրենց կրթական ծրագրերի մաս կազմելու, այդ մասով էլ եթե մենք նայենք, առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, հա, բայց պիտի պետությունը ցույց իշխանությունը, չասենք պետությունը, հա, ամենաբարձր մակարդակով ցույց տա այդ կամքը եւ պատրաստակամությունը այս արատավոր բարքերը փոխելու, որպեսզի ոստիկանը, ով որպես անհատ փողոցում որոշում է, որ պիտի ձեռքից հոլորելով մեկին նստեցնի մեքենա եւ տանի բաժին, որովհետեւ այդ պահին հավաքի դուրս գալը անձ իրենց հաճելի չցանկալի չէ, իմանա, որ ցանկացած խախտում, երբ որ ինքը թույլ տվեց, ինքն է պատժվելու, պատասխանատվության ենթարկվելու եւ ոչ թե այդ խախտումները, որ ինքը թույլ է տալիս, մնալու են անպատիժ եւ այդ ցիկլը շարունակաբար կրկնվելու։ Մենք ցավոք սրտի հիմա համակարգում ունենք մի իրավիճակ, որ այդ ամեն ինչ խրախուսվում է վերևից։ Կա անպատժելիություն, նորմալ դարձել է այն, որ կարելի է անհիմն կերպով բերմանել ենթարկել, հա, խուզարկություններ իրականացնել, գաղտնալսել առանց բավարար հիմքերի եւ պատշաճ ընթացակարգի եւ այդ ամենին մնում է անպատիժ, չհիմնավորված ու անպատիժ։ Սա իսկապես վտանգ է, սա պետության համար վտանգ է, սա ոչ միայն էլի եմ ուզում նշել, անձի համար է վտանգ։ Այսա նշանակում է պետական ինստիտուտները դադարել են գործել իրենց պետական գործառույթներին համապատասխան։ Պետությունների ամրությունը, դիմակայությունը սկսում է քայքայվել հենց այստեղից, երբ որ ինստիտուտները չեն գործում ելնելով մարդու պաշտպանության, անձի իրավունքների պաշտպանության կետից, այլ գործում են քաղաքական նպատակահարմարությամբ։ Սա ցիկլ է, որից մենք չենք կարողանում դուրս գալ։ Եվ այս որոշումը, նմանատիպ այլ որոշումներ գալիս են ցույց տալու, որ պրակտիկան ցավոք սրտի չի փոխվում։ Եթե իսկապես մենք ուզում ենք այդ ամեն ինչ փոխել, ոստիկանության հետ պիտի պատշաճ աշխատանք տարվի, քննչական մարմինների հետ, որպեսզի այդ գործերը ձևական ձևով չհարուցվեն, չգնան, մարդիկ պետության համար էլ է սա բեռ, պատկերացնում եք, չէ՞, ինչքան են այդ աշխատանք թղթեր են սևացնում ուղակի, որպեսզի ցույց տան ինչ-որ իմիտացիա, բայց զուգահեռ իրականության մեջ, երբ որ լուրջ մեկ այլ գործ է լինում քրեական, մենք տեսնում ենք տարիներով այդ գործերը
Առաջ չեն գնում, չեն քննվում։ Սա համակարգային լուրջ խնդիրներ են, որտեղ ես այո պիտի նշեմ, որ պիտի վերևից գա բարքերի փոփոխություն, մշակույթի փոփոխություն եւ իսկապես իրավունքի գերակայության նկատմամբ հարգանք բոլոր մակարդակներով։ Վարչապետից սկսած ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր, մենք ինքներս որպես քաղաքացի եւ մասնագետ պիտի գիտակցենք դրա լրջությունն ու կարեւորությունը։ Հակառակ դեպքում դառնում է արդեն նորմա սովորական, որ կարելի ինչ-որ բան խախտել, անել, չհիմնավորել, միևնույնն է դրա համար որևէ պատասխանատվություն չկա, դե 10 տարի հետո միեդի վճիռ կլինի, փողը կտան կավերժան, չէ, սա անվերջ ավելի է վատ թարացնում, ոչ միայն խախտումների որակն է, ձևն է փոխվում, ավելի վատն է դառնում, այլ արձանագրում, որ մարմինները որպես այդպեսին դադարում են գոյություն ունենալ, որոնք պատշաճ արձագանք կտան ներպետական մակարդակում այդ ամեն ինչին։ Այս մասով ես ուզում եմ նաև արձանագրել նույն 24 թվականի հունիսի 12-ի դեպքերն անդրադառնալով, ես այնտեղ ես այ իրավաբանն եմ, փաստաբանն եմ իր գործով, որպես դժոխք ամենամեծ, այսպես ասած, վնասը առողջական ես այն է կրել։ 2 տարի մենք նույնիսկ այսպես ասած չունենք թե որոշ հարցերի պատասխաններ, որոնք կարծես թե առաջին հայացքից շատ բարձ հարցեր են, այսինքն շարունակվում է նախաքննությունը։ Բայց երբ ես նայում եմ օրինակ նույն քաղաքական process-ներով գործերին, նույն չգիտեմ, օրինակ քաղաքացիների կողմից դատարկ շշի նետել եւ այլն, այդ գործերով արդեն մենք ունենք մեղադրական դատական ակտեր, արդեն ունենք ավարտված գործեր, ու դու հասկանում ես, որ քո պետությունը, այսինքն այստեղ որտեղ որ անմեղության կանխավարկածը չխախտելով ամենևին, բայց պայմանական ունի իր դերակատարությունը որոշակի process-ների զարգացման մեջ, ուղիղ դերակատարությունը, այստեղ ունի քաղաքացին, այս մասով պետությունը թերանում է, որտեղ սա իրեն է առնչվում, այս մասով այդ գործը կարող է տարիներով մնալ եւ այդպես քնել, ու անձը, ով որ դուժել է այս գործողություններից հասկանում է, որ չի կարող կորցնում է լիովին իր հավատը համակարգի հանդեպ եւ պետության հանդեպ, իսկ այստեղ որտեղ որ քաղաքացին է պետության հետ առերեսվում, այսինքն հակառակ process-ն է գնում, շատ արագ է գնում, այսինքն այստեղ մենք ունենք ռեսուրս, ժամանակ եւ հնարավորություն այս գործերը արագ քննելու, վարույթ ավարտելու, ուղարկելու դատարան, գտնելու բոլոր կողմերին, վկաներին լսելու եւ այլն, այստեղ այդ ռեսուրսը բավարար է, իսկ այս կողմում ռեսուրսը բավարար չի, ու այս մասով իհարկե եւս շատ խնդրահարույց է այս կտորը ու ես նաև իմ էջում բարձրաձայն միշտ ասում եմ, մենք չենք խոսում, որ պետք է դիցու քաղաքական process-ներում ներգրաված անձինք պետք է մնան անպատիժ, եթե իրենք որևէ իրավախախտում են թույլ տվել կամ հանցանք կամ զանցանք են թույլ տվել, հա։ Մենք ասում ենք, թող գնա դատավարություն, թող գնա քննություն, բայց թող գնա արդար եւ անաչառ, ոչ թե տարբերակված։ Ամբողջ խնդիրը սա է, որ մեր հասարակության կողմից եւս մի տեսակ թյուրընկալում կա, մենք փոխանակ մենք գանք դեպի առաջ խաղացում դեպի ժողովրդավարություն, որ մենք ուզում ենք լինի անկախ, օրինական, իրավապահ համակարգ, դատարան եւ այլն, մենք ասում ենք չեն, առաջ ոնց էր, ինձ դուրս չի գալիս, ինձ վատություն արել, եկեք իրան դատենք, ուրեմն սխալա պատժենք։ Այդ դեպքում է դատարաններն ու այդ օրենսգրքերը որևէ մեկին հարկավոր չեն, կարելի է այստեղ շատ լավ բան նշեցիք, այստեղ էլի պիտի ես խոսեմ պետական մարմինների գործունեության եւ հանրության հետ հաղորդակցվելու նաեւ աշխատանքի մասին, օրինակ տեսեք, մենք ինչքան ենք տեսնում օրինակ վերցրած պայմանական օրինակով վերցնենք քննչական կոմիտեի հաղորդակցություններ, որտեղ դեռևս փաստերը չհաստատված, չիդենտիֆիկացված, տեղի են ունենում հնարավոր հանցագործության մասին հայտարարություններ, որտեղ որպես մասնագետ ես նայում եմ եւ չեմ տեսնում անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ հարգանք եւ պահպանում։ Մենք որպես մասնագետ մենք հասկանում ենք, սա ինչքան վտանգավոր է։ Մենք տեսնում ենք, որ այդ սկզբունքը չի պահպանվում, բայց 1, 2, 3, 4 դրվագով, երբ որ հանրությանը նման ձև են մատուցում ինֆորմացիան, նախնական փուլում, երբ որ այս ջուրը պիտի վերցրվի դրվի այստեղ, դեռ ավարտված չի process-ը, բայց ներկայացվում է, որ արդեն դրված է եւ վերջ,
մարդիկ շարքային քաղաքացիները, ովքեր չունեն եւ պարտավոր չեն ունենալ այդ իրավաբանական կրթությունը, իրենց մոտ ձևավորվում է նորմա, որ եթե կասկած կա, որ կաշառք է վերցրել, դա հաստատված է արդեն վճիռը Facebook-ի ստատուսով ու հաղորդագրության պոստի տակ մեկնաբանությամբ հաստատվեց։ Սա վտանգավոր է, որտեղ հաջորդ պահին նույն մարդը կարող է նման իրավիճակում հայտնվել եւ ելի մենք նորմալիզացնում ենք արատավոր երևույթներ, որոնք չի կարելի։ Վերջի վերջո մեզանից դարեր առաջ հիմա էլ ու դեռ դարերով էլ այդ քրեական արդարադատության սկզբունքները, երաշխիքները, որ ստեղծվել են, նպատակ են ունեցել պաշտպանել մարդկանց պետությունից։ Նաև այստեղ խոսքը չի գնում նրա մասին, որ մի բան սխալ է արվել, չպատժեն։ Ոչ, կոռուպցիան էլ է շատ վատ բան, հավաքներին վատ բան անելն էլ է, եթե օրենքին հակասում է, վտանգավոր եւ պետք է պատժվի, վարչական կլինի, թե քրեական, պատշաճ ընթացակարգերով դա պիտի արձանագրվի, բայց պետք է այդ ամեն ինչը լինի օրենքով սահմանված կարգով եւ պահպանելով ընթացակարգերը։ Հիմա եթե ես տեսնում եմ, որ մի գործով որտեղ կան որոշակի մտահոգություններ քաղաքական տարբեր պրոցեսների հետ կապված, շատ ավելի արագ է։ 2 ամսում մենք կարող ենք ինչ-որ հանգուցալուծման տեսնել։ Նախորդ տարի մենք տեսել ենք, չէ, հոգևորականների, այո, մասով շատ արագ հարուցվում է, որակվում է եւ որոշում է կայացվում։ Նմանատիպ այլ դեպքերով տեսնում ենք, որ շատ ավելի երկար է տևում եւ որպես այդպիսին վերջնական որոշումն էլ է տարբերվում։ Կամ հիմա կաշառքի մասին են շարունակ խոսում, հա։ Դա խոսելը եւ գործ հարուցելը դեռևս հաստատված փաստ չէ։ Եվ առաջին հերթին եւ ես ուզում եմ մեր քաղաքացիներն էլ սա ինչքան էլ անկախ ունեցած ձեր քաղաքական հայացքներից, նախասիրություններից, բոլորս իսկապես պիտի ընդունենք, որ առանց այդ փաստը հաստատված համարելու վերջնական դատական ակտով, նույնիսկ եթե մարդը մեղադրվում է սպանության մեջ, մենք չենք կարող ասել, որ նա մարդասպան է կամ կաշառակեր է, քանի դեռ այդ վերջնական դատական ակտը չկա։ Սա իսկապես վտանգավոր է եւ պատահական չի, որ այդ գործերով կարող է նույնիսկ արդարացում գնալ, չհաստատվեն կարճեն, բայց մարդը մնա այդ պիտակով։ Գողի խուլիգանի, կաշառակերի, մարդասպանի, որովհետև պետական ինստիտուտները թերանում են իրենց ֆունկցիաները այնպես իրականացնել, որ այդ երաշխիքները պահպանվեն, եւ քաղաքացիների մոտ է ձևավորվում է համոզմունք, որ եթե այս բանը ասվեց, հաստատված է վերջ։ Սա վտանգավոր է եւ վերջը բոլորը կարող են այդ կետում հայտնվել։ Այդ ցիկլը պատտվում է, այսօր դիմացինն է, ում չեն սիրում, վաղը շրջապտույտը այնպես է տեղի ունենում եւ այնքան արագ են իրադարձությունները զարգանում, որ նույն մարդը կարող է այդ վտանգավոր վիճակում հայտնվել մեկ այլ իրավիճակով պայմանավորված եւ երբ ակնկալի որ մի րոպե ես օրենք եմ ուզում, արդար դատավարություն եմ ուզում, ես դատանի որոշում եմ ուզում, ինձ մի մեղադրեք դեռ մի բանի մեջ, որը հաստատված չի, դա չգործի։ Որովհետև հանրությունը արդեն ապականվել է այդ ամեն ինչով, պետական ինստիտուտները մոռացել են ինչպես պիտի դա արվի, եւ այս ցիկլը ելի եմ կրկնում շատ վտանգավոր է։ Ու եկեք չմոռանանք, հա, խոսում ենք մենք իրադարձությունների մասին 2 տարի առաջ, այդտեղից 4 տարի, թվում է թե երկար է, բայց շատ արագ է անցնում։ Մենք չգիտենք ինչ է տեղի ունենալու հետո, այն մեղադրանքը, որ ներկայացված է, ինչ արագությամբ ինչպես է փոխվելու, հա, կհաստատվի, չի հաստատվի։ Իմ ասածը նրանում է, որ ամեն ինչի կենտրոնում պիտի լինի օրենքի պահպանություն, այո, գերակայություն եւ շարժվենք նաեւ մարդկանց իրավունքի այդ պաշտպանության կետից։ Հակառակ դեպքում մեզ սա լավ տեղ չի տանելու։ Շատ լավ, Հասմիկ ջան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մենք էլի կհանդիպենք, ես ուզում եմ նաև խոշտանգումների թեմայով մենք անպայման զրույց ունենանք Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասով, կարծում եմ դա եւս կարևոր թեմա է։ Հուսանք մի օր կգանք ավելի լավ թեմաներով, այո, ավելի հետաքրքիր եւ կխոսենք իսկապես իրավունքի եւ օրենքի մասին։ Շնորհակալ եմ։ Միացեք մեզ մեր հաջորդ հաղորդաշարի ընթացքում, բոլորիդ լավ օր։